հիմնական խոստումը, որ հեռացնել այս իշխանությունից կամ ԿՊ-ին հեռացնել իշխանությունից, այդ խոստումը եւս կարելի ասել, արդեն մենք ընտրությունների շեմին ենք, ընդդիմությունը եւ ամենամեծ ֆրակցիան, որը դուք եք ներկայացնում ընդդիմադիր, կարելի ասել ձախողել է։ Ինչու է այդպես ստացվել։ Տեսեք, այն որ փաստ է, որ հիմա Նիկոլ Փաշինյանը դեռ վարչապետի աթոռին է, դա փաստ է եւ հետեւաբար այո մեր հիմնական նպատակը իրականացված չէ։ Բայց արշալուս եկեք ընդունենք, որ ամեն բան արել ենք այս ընթացքում դա իրականացնելու համար։ Այն մարդիկ, ովքեր մեզ քննադատում են, որ դուք դեռ Նիկոլ Փաշինյանին չեք հեռացրել։ Բացատրությունները շատ նման են իշխանության բացատրության, երբ ինքը ասում է ինչու այս կամ այն ծրագրային դրույթը չի կատարել։ Ամեն ինչ արել ենք, ասում են կատարելու համար, դե չի ստացվել։ Չէ, իրենք ամեն ինչ արել են դիտավորյալ ձախողելու եւ Արցախը կործանելու եւ մնացած բոլոր հարցերն անելու համար, ու եթե անհրաժեշտություն լինի, դա կարելի է ապացուցել։ Ինչպես նաեւ ապացուցելի է այն, որ Հայաստան խմբակցությունը կամ նախաձեռնել է փողոցային շարժում, կամ մաս է կազմել ու էական մասնակցություն է ունեցել այլ ուժերի կողմից նախաձեռնված շարժումներին, այսինքն չկա մի տիրույթ, որտեղ կարելի է ասել, որ օրինակ Հայաստան խմբակցությունը անգործության է մատնված եղել բոլոր հնարավոր հարթակներում իրականացրել ենք այնինչ հնարավոր է եղել։ Այլ բան է, որ իշխանությունը աննախադեպ ռեպրեսիաների ճանապարհով է գնացել։